Ուրբաթ լույս շաբաթ կեսգիշերին մարտցամաքային Միացյալ Նահանգներից օդ բարձրացավ B2 ռմբակոծիչներից բաղկացած մեծ հարվածային խումբ։ Որպես մարտավարական անակնկալի պահպանման ծրագրի մաս, փաթեթի մի մասը որպես խայծ շարժվեց դեպի արևմուտք, Խաղաղ օվկիանոսի ուղղությամբ։ Սա խաբուսիկ գործողություն էր, որի մասին տեղյակ էին միայն Վաշինգտոնում և Տամպայում գտնվող ծրագրավորողների և առանցքային ղեկավարների չափազանց սահմանափակ թվով անձինք։ Հիմնական հարվածային խումբը, որը բաղկացած էր 7 B2 Spirit ռմբակոծիչներից, որոնցից յուրաքանչյուրն ուներ 2 անձնակազմի անդամ, նվազագույն կապի միջոցներով անաղմուկ շարժվեց դեպի արևելք։ Դեպի թիրախային գոտի 18-ժամյա թռիչքի ընթացքում ինքնաթիռները մի քանի անգամ օդում լիցքավորվեցին։ Ցամաքի վրա հայտնվելուն պես B2-ները միացան ուղեկցող և աջակցող ինքնաթիռներին, իրականացնելով բարդ, խիստ ժամանակագրված զորաշարժ, որը պահանջում էր ճշգրիտ համաժամանակեցում բազմաթիվ հարթակների միջև օդային տարածքի նեղ հատվածում, և այս ամենն իրականացվեց նվազագույն կապի միջոցներով։ Այս տեսակի ինտեգրումը հենց այն է, ինչ մեր միացյալ ուժերն աշխարհում բոլորից լավ են անում։ Երեկ երեկոյան արևելյան ստանդարտ ժամանակով մոտավորապես ժամը 17:00-ին և հարվածային խմբի Իրան մտնելուց անմիջապես առաջ, կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտում գտնվող ամերիկյան Սուզանավը 2 տասնյակից ավելի Թոմահավք տիպի ցամաքային թևավոր հրթիռներ արձակեց Սպահանում գտնվող առանցքային վերգետնյա ենթակառուցվածքների թիրախների ուղղությամբ։ Երբ կեսգիշերային մուրջ գործողության հարվածային խումբը մտավ Իրանի օդային տարածք, ԱՄՆ-ն կիրառեց մի քանի խաբուսիկ մարտավարություն, այդ թվում խայծեր, քանի որ 4-րդ և 5-րդ սերնդի ինքնաթիռները մեծ բարձրության և բարձր արագության վրա առաջ անցան հարվածային խմբից, զննելով տարածքը թշնամու կործանիչների և մակերևույթ օդ տիպի հրթիռային սպառնալիքների առկայության համար։ Հարվածային խմբին աջակցում էին ԱՄՆ ռազմավարական հրամանատարությունը, ԱՄՆ տրանսպորտային հրամանատարությունը, ԱՄՆ կիբերհրամանատարությունը, ԱՄՆ տիեզերական հրամանատարությունը, ԱՄՆ տիեզերական ուժերը և ԱՄՆ եվրոպական հրամանատարությունը։ Երբ հարվածային խումբը մոտենում էր Ֆորդոյին և Նաթանզին, ԱՄՆ պաշտպանության խումբը կիրառեց բարձր արագությամբ ճնշող զենքեր հարվածային խմբի անվտանգ անցումն ապահովելու համար, ընդ որում կործանիչների միջոցները կանխարգելիչ ճնշող կրակ էին վաղում Իրանի մակերևույթ օդ տիպի հնարավոր սպառնալիքների դեմ։ Ներկա պահին մենք տեղեկություն չունենք դեպի թիրախ շարժվելու ընթացքում ԱՄՆ հարվածային խմբի ուղղությամբ արձակված կրակոցների մասին։ Արևելյան ստանդարտ ժամանակով մոտավորապես ժամը 18:00-ին, Իրանի ժամանակով 2:10-ին, առաջատար B2-ը Ֆորդոյի մի քանի նշանակետերից առաջինի վրա նետեց 2 GBU-57 MOP տիպի զանգվածային զինամթերքի ներթափանցիչ զենք։ Ինչպես երեկ երեկոյան նշեց նախագահը, մնացած ռմբակոծիչները նույնպես խոցեցին իրենց թիրախները 2 միջուկային թիրախային գոտիների վրա, ընդհանուր առմամբ նետելով 14 MOP։ Իրանի բոլոր 3 միջուկային ենթակառուցվածքային թիրախները խոցվել են արևելյան ժամանակով 18:00-ից 19:05-ի սահմաններում։ Կրկին նշեմ, դա Իրանի տեղական ժամանակով առավոտյան մոտ 2:10 էր, ընդ որում Թոմահավք հրթիռները վերջինն էին հարվածել Սպահանին, որպեսզի անակնկալի գործոնը պահպանվի ողջ գործողության ընթացքում։